Այսօր մայիսի 8-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր։ Այսօր կարող եք զգալ անսովոր էներգիա, հատկապես առավոտյան, օգտագործեք դա կարգավորելու վաղուց ձգձգված հարցերը, երեկոյան հնարավոր է անակնկալ զանգին ծանոթից։ Ցուլեր։ Ցանկություն կունենաք միայնակ ժամանակ անցկացնել, բայց կյանքը կարող է անսպասելի հյուր ուղարկել։ Մի խուսափեք շփումներից, այն կարող է օգտակար լինել, իսկ գուցե նաև սիրու կվերածվի։ Երկվորյակներ։ Խոսելու տրամադրություն ունեք, բայց մի մոռացեք նաև լսել։ Ձեր շուրջը մեկի սիրտը կարիք ունի, այսօր լավ օր է գրելու կամ մտքերը կիսելու համար։ Խեցգետիններ։ Տունն ու ընտանիքը առաջնահերթություն կդառնան, փոքր կենցաղային հաղթանակները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Մի հապաղեք ասել «Ես սիրում եմ քեզ»։ Առույցներ։ Ձեր ուշադրության կենտրոնում կլինի աշխատանքը, բայց հասարակական դիրքը ևս մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն լուծել, թիմը պատրաստ է աջակցել ձեզ։ Կույսեր։ Խուսափեք մանրուքների վրա չափազանց կենտրոնանալուց, թույլ տվեք օրվա ռիթմին ձեզ տանել, վստահեք նաև ինտուիցիային, գուցե նոր գաղափարներ ծնվեն։ Քշերքներ։ Հարաբերությունները կենտրոնական թեմա են լինելու, հնարավոր է ստիպված լինեք ընտրություն կատարել, եղեք ազնիվ, հատկապես ինքներդ ձեր հանդեպ։ Կարիճներ։ Այսօր ձեր խորաթափանցությունն ավելի կզգացվի, կարող եք մեկի իսկական մտադրությունները բացահայտել, չափավոր զսպվածությունը կհաղթի։ Աղեղնավորներ։ Մայիսի 8-ը լավ օր է ճամփորդության կամ նոր բան սովորելու համար, փոքրիկ արկածները կարող են մեծ տպավորություն թողնել, ուշադիր եղեք, մի կորցրեք մանրամասների մասին գիտակցությունը։ Այդ եղջյուրներ։ Ֆինանսական հարցերը լուծելու պահն է, մի վախեցեք նոր մեթոդներ փորձելուց, օրը հուշում է ռիսկերը արդարացված կլինեն, եթե հիմնված լինեն տրամաբանության վրա։ Ջրհոսներ։ Անձնական նախաձեռնություններն այսօր կստանան դրական արձագանք, ոգեշնչեք ձեր շրջապատին ազատ մտածողությամբ, բայց մի մոռացեք կարևորը՝ հավասարակշռությունը։ Ձկներ։ Օրը հարմար է հանգստանալու, ֆիլմ դիտելու կամ ստեղծագործելու համար։ Ձեր երազները կարող են հուշել կարևոր բան, գրի առեք դրանք։ Դե ինչ հաճելի օր ենք մաղթում, մնացեք օրագիժնուզի հետ։